Ամերիկան դադարեցրեց ազատության նախագիծ Project Freedom առաքելությունը։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ այդ առաքելության մեկնարկից ի վեր Իրանն ու ԱՄՆ-ն նեղուցում կրակ են բացել միմյանց վրա, բայց պաշտոնական մակարդակով երկու կողմերն էլ հայտարարում են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Ամերիկյան կողմից նման հայտարարություն է արել պաշտպանության նախարար Հեքսեթը։ Թրամփը հայտարարել է առաքելության կարճատև դադարեցման մասին, նա նշել է հնարավոր վերջնական համաձայնագրի մասին։ Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքով մենք ստանձնեցինք այս քայլը, գրել է ԱՄՆ նախագահը։ Իրանը շարունակում է Հորմուզը փաստացի փակ պահել։ Ամերիկյան ռազմածովային ուժերն էլ շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը։ Արդեն տեղեկություններ կան նաև տարածաշրջանում հրթիռների ու անօդաչուների կիրառման մասին։ Մասնավորապես ըստ աղբյուրների Իրանը հրթիռներով հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային կարևոր հանգույցներից մեկին։ Այնուամենայնիվ լայնամասշտաբ ռազմական գործողություններ դեռ չեն վերսկսվել, սակայն առայժմ տեղեկություններ չկան նաև խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի մասին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփի եւ Պապի հեռակա պատերազմը դիվանագիտական փակուղում, բենզալցակայաններում պատերազմական թանկացումների շոկ։ Պաշտոնյայի սպառնալիքը նախագահին, ես սպանելու եմ ձեզ։ Բանավեճի գիշեր Կալիֆոռնիայում ովքեր են հավակնում իշխանության։ Ընտանի մոծակները ընդդեմ վայրի մոծակների Կալիֆոռնիայում հեղափոխական մեթոդ է փորձարկվում, իսկ խաբեբաները Կալիֆոռնիայում մեքենաները շատեժան գնելու մեթոդ են կիրառում, թիրախը կրկին տարեցներն են, իսկ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հռոմի Պապը օգնում է Իրանին, նման հայտարարություն է արել Թրամփը կրկին քննադատելով Լեո 14-ին։ Սա բարդացնում է պետքարտուղար Ռուբիոյի առաջիկա այցը Վատիկան։ Թրամփը նաեւ ասել է, որ Պապի խոսքերը վտանգում են մարդկանց։ Պապը հերքել է այդ մեղադրանքները, հիշեցնելով եկեղեցու դիրքորոշումը։ Այն միշտ դեմ է արտահայտվել միջուկային զենքին։ Միջուկային զենքի թեման դարձել է լուրջ վեճի առարկա, Ռուբիոն փորձում է մեղմել Թրամփի կոշտ հայտարարությունների ազդեցությունը։ Նա պնդում է, որ Իրանի միջուկային հավակնությունները սպառնալիք են բոլորի համար, սակայն Թրամփը չի դադարեցնում իր հարձակումները։ Պապը հայտարարել է, որ իր առաքելությունը խաղաղություն քարոզելն է։ Նա ասել է, մեջբերեմ, եթե մեկը ցանկանում է քննադատել ինձ, թող դա անի ճշմարտությամբ։ Մեջբերման ավարտը։ Լարվածությունը անցել է նաև իտալական քաղաքական դաշտ։ Իտալիայի վարչապետը դեմ է արտահայտվել Թրամփի խոսքերին։ Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ դրանք ոչ ընդունելի են, ոչ էլ օգտակար։ Նա հաստատել է իր աջակցությունը Պապի խաղաղասիրական կոչերին։ Ռուբիոն ուրբաթ օրը կհանդիպի Իտալիայի ղեկավարության հետ։ Բանակցությունները փորձելու են կարգավորել առկա դիվանագիտական ճգնաժամը։ ԱՄՆ-ում բենզինի գները կտրուկ աճում են։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր գները աճել են արդեն շուրջ 50%-ով։ Սա լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծում ամերիկյան տնային տնտեսությունների համար, ըստ պաշտոնական տվյալների միջին գինը գերազանցել է $4։ Տարբեր նահանգներում գները տարբեր են։ Կալիֆոռնիայում գները հատել են $6 սահմանը։ Այն մնում է ամենաբարձրներից մեկը ամբողջ երկրում։ Ալյասկա, Հավայան կղզիներ, Իլինոյս, Նևադա, Օրեգոն եւ Վաշինգտոն նահանգներում գինը $5 սահմաններում է։ Թանկացումը ազդել է նաեւ ավիացիոն վառելիքի վրա։ Ավիաընկերությունները բարձրացրել են տոմսերի գները։ Spirit Airlines-ը ստիպված է եղել փակվել։ Ըստ որոշ փորձագետների կարող են փակվել այլ ավիաընկերություններ եւս։ Փորձագետները կանխատեսում էին ապրիլյան գնանկում, սակայն հույսերը չարդարացան։ Դեռ ավելին, Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած մեծ ու փոքր լարումն անմիջապես արտացոլվում է միջազգային շուկայում նավթամթերքի գնաճին նոր ցուցանիշներով։ FBI տնօրենը սենսացիոն հայտարարություն է արել Նենսի Գաթրիի անհետացման աղմկահարույց դեպքի վերաբերյալ։ Քաշ Պատելը պնդում է, որ տեղի իրավապահները FBI-ին ամբողջ 4 օր թույլ չեն տվել զբաղվել այդ գործով։ Պատելը պնդում է, որ իրենք կարող էին ավելի լավ աշխատել։ Շրջանի շերիֆն էլ հակադարձել է, որ համագործակցել են FBI-ի հետ, իսկ ապացույցների հետ կապված որոշումները կայացվել են ըստ անհրաժեշտության։
Ամեն դեպքում փաստն այն է, որ գործի հետ կապված ամենակարևոր բացահայտումը FBI-ն է արել։ Նրանք են կարողացել վերականգնել դռան տեսախցիկի տեսագրությունը։ Խոսքը հենց այն տեսանյութի մասին է, որտեղ երևում է դիմակավոր եւ զինված մի անձ։ Գաթրին անհետացել է փետրվարի 1-ին իր տնից։ Քննիչները համոզված են, որ գործ ունեն պլանավորված ու բարձր մակարդակով իրականացված հանցագործության հետ։ Բայց առ այս պահը դեռ ոչինչ հայտնի չէ հանցագործության մոտիվների, հանցագործի կամ հանցագործների նպատակների մասին։ Գործը մնում է չբացահայտված։ Նյու Հեմփշիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել Թրամփին սպանելու սպառնալիքների համար։ Նա աշխատում էր դաշնային ավիացիոն վարչությունում որպես մեխանիկական ինժեներ։ Նա ապրիլի 21-ին էլեկտրոնային նամակ է ուղարկել Սպիտակ տուն։ Նամակում նա գրել է. «Ես սպանելու եմ ձեզ, Դոնալդ Թրամփ»։ Դատարանը նրան կալանքի տակ է պահել մինչև դատավարությունը։ Բնակիչը հունվարին կասկածելի որոնումներ էր կատարել աշխատանքային համակարգչով։ Նա փնտրել էր զենքը, դաշնային հաստատություն մտցնելու եղանակներ։ Նա հետաքրքրվել էր նաև փոխնախագահի եւ պաշտպանության նախարարի տների հասցեներով։ Հետաքննությունների գաղտնի ծառայությունը իմացել է նրա գործողությունների մասին։ Ինժեները խոստովանել է, որ ունի 3 հրազեն, դեպրեսիայի մեջ է եւ հաճախակի օգտագործում է թմրամիջոցներ։ Մեղադրյալ ինժեների սառնարանի վրայի գրատախտակին գրված էր «Ձերբակալեք ինձ» կոչը։ Նա դժգոհ էր ընտրությունների արդյունքներից եւ նախագահի գործողություններից։ Ինժեներին սպառնում է 5 տարվա ազատազրկում եւ տուգանք։ Թրամփի դեմ վերջին մահափորձի հեղինակ Լոս Անջելեսի բնակիչ Քոլ Թոմաս Ալենին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են գաղտնի ծառայության աշխատակցի վրա կրակելու մեջ։ Ալենի պաշտպանները կասկածի տակ են դնում կառավարության պնդումները։ Նրանք բողոքել են նաև իրենց պաշտպանյալի պահման պայմաններից։ Ալենը պահվում է մշտական լուսավորությամբ սենյակում։ Նրան ենթարկել են անձնական զննումների եւ սահմանափակումների։ Ալենը նախկինում մեղադրվել է նախագահին սպանելու փորձի մեջ։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նոր մեղադրական ակտը ներառում է մահացու զենքով հարձակում։ Ըստ իշխանությունների Ալենը կրակել է ծառայողի ուղղությամբ։ Գնդակը դիպել է աշխատակցի զրահաբաճ Ի պատասխան սպան 5 անգամ կրակել է նրա ուղղությամբ։ Թրամփի հերթական աղմկահարույց նախաձեռնությունը Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահը դառնում է բյուջետային սև խոռոչ, պահանջելով նոր ու մեծ ծախսեր։ Նախկինում հայտարարված մասնավոր ֆինանսավորման փոխարեն այն կարող է ֆինանսավորվել պետբյուջեից։ Դրա համար ամերիկացի հարկատուները պետք է վճարեն շուրջ $1 միլիարդ։ Օրինագիծը ներկայացրել են հանրապետականները։ Սկզբում Թրամփը պնդում էր, որ սրահի կառուցման համար ոչ մի կառավարական միջոց չի օգտագործվում, սակայն այժմ նրա կուսակցությունը պահանջում է հսկայական գումար հողմանելով պաշտոնյաների անվտանգության հետ կապված խնդիրների։ Ըստ հրապարակված մանրամասների, նոր պարահանդեսային սրահը պետք է ներառի նաև ռումբից պաշտպանող ապաստարան եւ բժշկական մաս։ Թեման թեժացել է Թրամփի դեմ հերթական մահափորձից հետո։ Դեմոկրատները կտրուկ դեմ են այս նախաձեռնությանը, դա անվանելով խաբեություն։ Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի կառուցման հետ կապված իրավական վեճերը շարունակվում են դատարաններում։ Շինարարության ճակատագիրը մնում է անորոշ, հաջորդ ամիս դատարանը կլսի նոր փաստարկներ։ Մինչև այդ գերակայում էին մտահոգությունները շենքի պատմաճարտարապետական դիմագծի վերաբերյալ։ Երբ հանրապետականները շինարարության համար պահանջեցին $1 միլիարդ, մտահոգություններ ավելացան նաև ֆինանսավորման հարցում։ Հունիսի 2-ին նախնական ընտրություններին ընդառաջ Լոս Անջելեսում տեղի կունենան կարևոր բանավեճեր։ Քաղաքապետի եւ նահանգապետի թեկնածուները կպայքարեն ընտրողների ձայների համար։ Բանավեճերը կանցկացվեն Լոս Անջելեսում Սքիրբոլ մշակութային կենտրոնում։ Բանավեճի մի փուլում կհանդիպեն քաղաքապետի թեկնածուներ Քարեն Բասը, Նիթյա Ռամանը եւ Սփենսեր Փրեթը։ Բասը գործող քաղաքապետն է։ Փրեթը քննադատում է նրա գործողությունները հրդեհների ժամանակ։ Հաջորդիվ բանավեճը կանցկացվի նահանգապետի 7 թեկնածուների մասնակցությամբ։ Նրանք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր։ Բանավեճի թեմաները ներառում են հրդեհները, ներգաղթը եւ անօթևանությունը։ Կքննարկվեն նաեւ հանրային անվտանգությունն ու կյանքի որակը։ Միջոցառումը հասանելի կլինի հեռուստատեսությամբ եւ առցանց հարթակներում։ Հունիսի 2-ին նախնական ընտրությունները կորոշեն նոյեմբերյան փուլ անցնողներին։ Կալիֆոռնիայում գործում է բաց նախնական ընտրությունների համակարգ։ Ամենաշատ ձայներ ստացած 2 թեկնածուները կանցնեն եզրափակիչ։
Մտահոգիչ նորություններ կան հանտավիրուսի ճիրաններում հայտնված զբոսանավի մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասկածում է, որ նավի վրա արդեն գրանցվել է դեպք, երբ վիրուսը մարդուց մարդ է փոխանցվել։ Նավի վրա կա 150 ուղևոր։ Մտահոգիչ է նաև այն, որ հիվանդության դեպքերից հետո նավը որոշ ժամանակ շարունակել է իր սովորական երթուղին, չպատկերացնելով, որ խոսքը հենց հանտավիրուսի մասին է։ Նավի վրա իրավիճակը լարված է, անձնակազմի 2 հիվանդ անդամներ շտապ տարհանման կարիք ունեն, նրանց կտեղափոխեն Նիդերլանդներ մասնագիտացված ինքնաթիռով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդուց մարդուն վիրուսի անցումը խիստ վտանգավոր է համարում։ Ըստ նախկին վարկածի, հանտավիրուսը տարածվում էր կրծողներից, նոր փաստերի հիման վրա վերագնահատվել են նաև հիվանդության տարածման ռիսկերը։ Այժմ դրանք համարվում են շատ ավելի մեծ։ Արդեն օրեր շարունակ նավը խարիսք է գցել Կաբո Վերդեի մոտ, առանց ափ իջնելու իրավունքի։ Այն կժամանի Կանարյան կղզիներ բժշկական ստուգումների։ Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է զբոսանավում։ Ուղևորները դեռ ինքնամեկուսացման մեջ են։ Նրանց թվում կա նաև 17 ամերիկացի։ Գիտնականները շարունակում են հետազոտել վիրուսի տարատեսակը։ Այս վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, բուժման հատուկ միջոցներ ևս գոյություն չունեն։ Օրինջ շրջանի Միսիոն Վիեխո քաղաքում սկսել են մոծակների դեմ անսովոր պայքար, տեղի իշխանությունները օդ են բարձրացրել հազարավոր ստերիլ մոծակներ, նպատակը կոճղակեր կոչվող վտանգավոր մոծակների պոպուլացիայի կրճատումն է։ Սա ստերիլ միջատ պիլոտային նախագծի նախաձեռնությունների մաս է կազմում։ Նախատեսվում է ամեն շաբաթ բաց թողնել 50-ից 100 հազար արական սեռի մոծակ։ Ծրագրի պատասխանատուները երկար են պատրաստվել այս քայլին, նրանք ավելի քան 1 տարի համայնքում անցկացրել են բացատրական աշխատանքներ։ Ստերիլ արու մոծակները չեն կծում մարդկանց, նրանք բազմանում են վայրի էգերի հետ եւ կասեցնում սերնդի աճը։ Այս մեթոդը նպատակ ունի արմատապես ճնշել մարդկանց համար վտանգավոր մոծակների տարածումը։ Դպրոցներում հեռախոսների արգելքը հակասական արդյունքներ է տվել, դրանք նվազեցրել են շեղումները, բայց չեն բարելավել առաջադիմությունը։ Սա ամենամեծ ուսումնասիրությունն է այս թեմայով։ Գիտնականները վերլուծել են 4600 դպրոցների տվյալներ։ Նրանք օգտագործել են Yondr ընկերության տվյալները։ Այս ընկերությունը ստեղծում է փակվող պատյաններ սարքերի համար։ Փորձագետները փորձում են հասկանալ դրա իրական ազդեցությունը։ Արգելքը նվազեցրել է հեռախոսների օգտագործումը դասարանում, ուսուցիչները նկատել են շեղումների նվազում, սակայն առաջին տարում ավելացել են կարգապահական խնդիրները։ Աշակերտների ինքնազգացողությունը սկզբում վատացել, հետո լավացել է։ Ստանդարտացված թեստերի գնահատականները մնացել են գրեթե անփոփոխ։ Փորձագետները նշում են, որ դպրոցներում հեռախոսների արգելքից ավելի մեծ ակնկալիքներ կային։ Երկարաժամկետ առումով արգելքներն ունեն դրական արդյունքներ։ Երկրորդ տարում աշակերտների տրամադրությունը բարելավվել է։ Կարգապահական խնդիրները երրորդ տարում վերադարձել են նորմայի։ Այժմ 37 նահանգ պահանջում է սահմանափակել հեռախոսները։ Դպրոցները փորձում են գտնել հավասարակշռություն, որ մի կողմից աշակերտին ժամանակակից տեխնոլոգիաների հետ շփման հնարավորությունից չզրկեն, մյուս կողմից, որ դա չլինի հենց աշակերտների առողջության հաշվին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Կալիֆոռնիայում ձերբակալվել է 3 տղամարդ ավտոմեքենաների հետ կապված խաբեության համար։ Նրանք գործել են Լոս Անջելեսի եւ այլ շրջաններում։ Սխեման հետեւյալն է։ Հանցագործները որպես գնորդ են ներկայացել, շեղելով վաճառողի ուշադրությունը նրանք յուղ են լցրել շարժիչի կամ արտանետման խողովակի մեջ։ Սա ստեղծել է լուրջ անսարքության պատրանք, վախեցնելով մեքենայի տիրոջը։ Հետո ճնշում են գործադրել վաճառողի վրա։ Զոհերը հաճախ տարեց մարդիկ ստիպված են եղել մեքենաները վաճառել ցածր գներով։ Այնուհետև հանցագործները վաճառել են դրանք լրիվ գնով։ Կալիֆոռնիայի ավտոճանապարհային պարեկային ծառայությունը ձերբակալել է նրանց Ռեդ Բլաֆի մոտ։ Նրանք կալանավորված են բազմաթիվ հոդվածներով, այդ թվում տարեցների խաբեությամբ։ Կալիֆոռնիայի սուշի ռեստորաններից մեկում անսպասելի ստուգում է եղել, գաղտնի գործակալները բռնել են 29 անչափահաս երիտասարդի։ Նրանք օգտագործել են կեղծ անձնագրեր ալկոհոլ պատվիրելու համար։ Ոստիկանությունը հայտնաբերել է, որ ոչ մեկը 21 տարեկան չէ։ Բոլորը ունեցել են կեղծ փաստաթղթեր։ Ըստ պաշտոնական աղբյուրների, Կալիֆոռնիայում նման ստուգումները շարունակական են լինելու։ Ավտոճանապարհային անվտանգության ազգային վարչության տվյալներով մահացու վթարների 25%-ը կապված է խմիչք օգտագործած անչափահասների հետ։
Կալիֆորնիայի բնակավայրերից մեկում Էսկոնդիդոյում տարածաշրջանի ամենավտանգավոր գազանին հայտնաբերել են հենց բնակավայրում։ Լեռնային առյուծը թաքնվել էր մեքենայի տակ։ Կալիֆորնիայի ձկնաբուծության եւ վայրի բնության դեպարտամենտի մասնագետները շտապ ժամանել են դեպքի վայր։ Պումային արագ ու անվտանգ տարհանելու համար մասնագետները քնաբեր նետեր են օգտագործել։ Առաջին նետից հետո գիշատիչը ոչ թե քնել է, այլ փախել է մոտակա բնակելի համալիր։ Ժամանած խումբը հետապնդել է նրան եւ կիրառել երկրորդ նետը։ Միայն դրանից հետո են կարողացել բռնել կենդանուն։ Պումային անվտանգ վերադարձրել են վայրի բնություն Քլիվլենդի ազգային պարկի մերձակայք։ Այսքանը օրվա կարևոր դրվագներից Մանու Հարությունյանի առաջարկը ձեզ օգտակար կլինի առաջիկա հանգստյան օրերը պլանավորելիս։ Հակառակ տեխնոլոգիական զարգացմանը կինոթատրոնները դեռ մնում են պահանջված ջերմ ու անմիջական ժամանցի համար։ Որքանով եք ծանոթ Լոս Անջելեսի կինոթատրոններին եւ դրանցից հատկապես որն արժե ընտրել առաջիկա հանգստյան օրերին, լսեք Մանուին ու կատարեք ձեր ընտրությունը։ Բարև ձեզ, այսօր հրավիրում եմ հատկապես նրանց ուշադրությունը, ովքեր սիրում են կինո և ճամփորդություն։ Կալիֆորնիան համարվում է համաշխարհային կինոարդյունաբերության կենտրոններից մեկը։ Ապրել Կալիֆորնիայում և չօգտվել այս հնարավորությունից պարզապես անթույլատրելի է։ Այսօր կփորձեմ օգտակար լինել և հուշել, թե ամերիկյան կինոաշխարհի հետ ծանոթությունը որտեղից սկսեք, որ շահեք առավելագույնը և ստացած էմոցիաների և այդ ընթացքում հավաքած հիշարժան պահերի առումով։ Հավանաբար արդեն գուշակեցիք, այսօր ձեզ կինոթատրոններ եմ տանելու։ Կալիֆորնիայում կինոթատրոնների պատմությունը սկսվում է դեռևս 20-րդ դարի սկզբից։ Տասնամյակների ընթացքում ձևավորվել են հարյուրավոր սրահներ։ 1970-ականներին կինոթատրոններ այցելողների թիվը նվազել է հեռուստատեսության տարածման պատճառով։ 2000-ականներին որոշակի աճ գրանցվեց։ Այսօր էլ մեծ էկրանի պահանջարկը պահպանվում է։ Այն պարզապես կինո նայելու տեղ չէ։ Կինոթատրոնները շարունակում են մնալ մշակութային կարևոր կենտրոններ։ Սկսենք պատմական TCL Chinese Theatre կինոթատրոնից։ Այն բացվել է 1927 թվականին եւ համարվում է ամենահայտնիներից մեկը։ Այստեղ տեղի են ունեցել հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերի պրեմիերաներ։ Ներկայումս ունի մոտ 1000 նստատեղ։ Սա պարզապես դահլիճ չէ, որտեղ այցելում են կինո նայելու համար։ Սա կինոյի պատմության կենդանի թանգարան է։ Այս կինոթատրոնը աչքի է ընկնում իր յուրահատուկ ճարտարապետությամբ, կառուցված է չինական ոճով եւ դարձել է զբոսաշրջային կարևոր վայր։ Տարեկան հազարավոր այցելուներ են գալիս այստեղ։ Սրահը վերազինված է ժամանակակից տեխնիկայով, չնայած փոփոխություններին պահպանել է իր պատմական տեսքը։ Այն միավորում է անցյալն ու ներկան։ Սա Հոլիվուդի խորհրդանիշներից մեկն է։ Հաջորդը շքեղ El Capitan Theatre կինոթատրոնն է։ Այն բացվել է 1926 թվականին և պատկանում է The Walt Disney Company-ին, վերանորոգվել է 1990-ականներին։ Ներկայում ունի մոտ 1100 նստատեղ։ Այստեղ հիմնականում ցուցադրվում են Disney ֆիլմերը։ Այն միանգամայն իրավացիորեն համարվում է ամենաոճայիններից մեկը։ Համենայն դեպս Ամերիկայում։ Այս կինոթատրոնի կահավորանքը առանձնանում է շքեղությամբ։ Ներսում հաճախ հնչում է կենդանի երաժշտություն։ Ցուցադրությունները ուղեկցվում են հատուկ շոուներով։ Սա դիտումը դարձնում է տպավորիչ ու հիշարժան։ Տեխնիկական հագեցվածությունը բարձր մակարդակի է։ Այստեղ հաճախ կազմակերպվում են պրեմիերաներ։ Սա կինոյի և բեմական արվեստի համադրություն է։ Կալիֆորնիայում ամենամեծ կինոթատրոններից մեկը AMC Burbank 16 համալիրն է։ Այն գտնվում է Բուրբանքում և ունի 16 սրահ։ Ընդհանուր նստատեղերի ճշգրիտ թիվը բաց աղբյուրներում հրապարակված չէ, սակայն այն նախատեսված է հազարավոր այցելուների համար։ Սա ժամանակակից մուլտիպլեքսի օրինակ է։ Այստեղ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ։ Այս համալիրում ներկայացված են տարբեր ձևաչափեր, IMAX և Dolby Cinema տեխնոլոգիաները բարձրացնում են դիտման որակը։ Սրահները տարբեր չափերի են, տարածքը մեծ է և հարմարավետ։ Այստեղ ցուցադրվում են նորագույն ֆիլմեր։ Սա զանգվածային կինոդիտման համաշխարհային կենտրոններից է։ Տեխնոլոգիան այստեղ առանցքային դեր ունի։ Կալիֆորնիայի ամենանոր կինոթատրոններից է Alamo Drafthouse Los Angeles-ը։ Այն բացվել է վերջին տարիներին, ընդհանուր նստատեղերի թիվը հրապարակված չէ։ Հայտնի է իր խիստ կանոններով։ Այստեղ արգելվում է խոսակցությունը և հեռախոսների օգտագործումը։ Սա կսիրեն կարգ ու կանոնը նախընտրողները։ Բայց չզարմանաք, գուրմանները նույնպես այստեղ հետաքրքիր կողմեր կգտնեն։
Այս կինոթատրոնը առաջարկում է նաև սննդի սպասարկում։ Հանդիսատեսը կարող է պատվիրել ուտելիք, սակայն պահպանվում է լռությունը։ Սրահները համեմատաբար փոքր են, սա ապահովում է հարմարավետ միջավայր։ Այն արագ դարձել է սիրված վայր։ Սա նոր մոտեցում է կինոդիտում կազմակերպելու հարցում ու կարծես դուր է գալիս շատերին։ Վերջին կանգառը Dolby Theatre թատրոնն է։ Այն բացվել է 2001 թվականին, ունի մոտ 3400 նստատեղ։ Այստեղ աստղերը ոչ միայն էկրանին են, այլև բեմում ու անգամ հանդիսատեսի աթոռին։ Հենց այս կինոթատրոնում են անցկացվում Օսկարի ամենահայտնի մրցանակաբաշխությունը։ Սա համաշխարհային կինոյի գլխավոր բեմերից մեկն է։ Այստեղ են հավաքվում ամենահայտնի աստղերը։ Dolby թատրոնը հագեցած է առաջատար տեխնոլոգիաներով, դահլիճը նախատեսված է խոշոր միջոցառումների համար։ Տարեկան միլիոնավոր մարդիկ հետևում են այստեղ անցկացվող իրադարձություններին։ Սա ոչ միայն կինոթատրոն է, այլ մշակութային հարթակ։ Այն խորհրդանշում է կինոյի հաջողությունը։ Սա Հոլիվուդի ամենաճանաչելի վայրերից է։ Այսպիսով Կալիֆոռնիան ոչ միայն ֆիլմերի ստեղծման կենտրոն է, այլև կինոդիտման մշակույթի կարևոր օջախ։ Հին եւ նոր, մեծ եւ փոքր կինոթատրոնները ձևավորում են յուրահատուկ միջավայր, որն առավել հասանելի է հենց Լոս Անջելեսի բնակիչների համար։ Շտապ եք օգտվել այդ հնարավորությունից եւ դառնալ կինոյի կախարդական աշխարհի մասնիկը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին և մեկնաբանություններին, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։